Շուտով Կորեայի ձորով անցնող ճանապարհի փակ լինելու մասին իրազեկող ցուցանակի անհրաժեշտությունն այլևս չի զգացվի։ Օգոստոսի 19-ից ընթացող հիմնանորոգման աշխատանքներն ավարտական փուլում են։ Շինարարները վերջին աշխատանքներն են կատարում՝ հարթեցում, ջրահեռացման համակարգերի տեղադրում ու մաքրում, կահավորում եւ այլն։ 1.1 կիլոմետր երկարության ճանապարհը ոչ միայն ասֆալտապատվել է, այլև լայնացել, ինչը նշանակում է լիարժեք պատրաստ է թեթևացնել Դավթաշենի կամրջի բեռը։ Երկար տարիներ անմխիթար վիճակում էր, գրեթե կարող ենք ասել անանցանելի վիճակում էր։ Անհրաժեշտությունը այնքանով էր, որ ինքը լուրջ նշանակություն ունի նաև Երևանի համար։ Գտնվելով Կոտայքի մարզում, ես վստահ եմ այս ճանապարհի վերանորոգումից հետո բեռնաթափվելու է Դավթաշենի կամուրջը, լայնացվել է ճանապարհը, ջրահեռացման բակեր են կառուցվել, որը հնարավորություն կտա շատ ավելի երկար ծառայելու, անվնաս ծառայելու մեր բնակչությանը։ Կոտայքի մարզում մի շարք այլ կարևոր ճանապարհաշինական աշխատանքներ եւս իրականացվել են անցնող տարվա ընթացքում։ Մարզպետը հիշատակում է ամենակարևորներից եւս մեկը։ Կոտայքում այս տարի 25 թվականին բավականին մեծ ծրագրեր ենք իրականացնում, ինչպես գիտեք, Գառնի Երևան ճանապարհահատվածն է վերանորոգում, այնտեղ նույնպես ավարտական փուլում ենք։ Գտնվել է խիստ անբարեկարգ վիճակում, քննարկել ենք տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդացյանի հետ մի քանի կարևոր ճանապարհային հատվածների հարցեր, որոնք շատ արագ լուծումներ են սկսել ստանալ։ Քաղաքի սահմանային հատվածում մենք իրականացնենք որոշակի բարելավումներ կրկին ճանապարհի եւ այս հատվածը էականորեն կբեռնաթափի Դավթաշենի կամուրջը։ Այս հատվածով վստահ եմ շատ ավտոմեքենաներ կսկսեն երթևեկել եւ նա այլընտրանք է իհարկե մեր Դավթաշենի կամրջին։ Երկարաժամկետ այս հատվածում լինելու է Թբիլիսյան Եղվարդ հատվածից այս կողմին միացում կամուրջներով, ծրագիրը մոտավորապես մի 7 տարի կտևի, իսկ մինչ դա վստահաբար այս ճանապարհը լիարժեք կծառայի բոլորին։ Հիմնանորոգված ճանապարհի ավարտական փուլի աշխատանքներին ծանոթանալու նպատակով տարածքում էր տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարը։ 300 միլիոն դրամ է պետբյուջեից հատկացվել ծրագրի համար, բայց սա դեռ ամենը չէ։ Նախարարը տեղեկացնում է որդեգրած քաղաքականության մասին, գերատեսչության պատվերով, այսուհետև շարունակաբար Երևանին կապող ճանապարհների նորոգման եւ հիմնանորոգման աշխատանքներ են իրականացնելու։ Դեպի մայրաքաղաք հոսքը մեծ է, իսկ ճանապարհներն առանցքային նշանակություն ունեն։ Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունը 2025 թվականին հիմնանորոգել եւ միջին նորոգել է մի շարք ճանապարհներ, որոնք մեծ հաշվով Երևանին կապող կամ երևանյան ճանապարհներ են ըստ տրամաբանության մեջ։ Խոսքը առաջին հերթին այս ճանապարհի մասին է, որի երկարությունը 1.1 կիլոմետր է, բայց ինքը կարևոր նշանակություն ունի, ամբողջությամբ բեռնաթափում է Դավթաշենի կամրջից դեպի քաղաքի այս հատված եկող հոսքը։ Մյուս ճանապարհը, որը մենք միջին նորոգման աշխատանքներ ենք իրականացրել, դա դեպի օդանավական գնացող ճանապարհն է։ Խոսքը Արգավանդի Խաչմերուկից դեպի Զվարթնոց օդանավակայան գնացող ճանապարհն է, որը էլի կենսական նշանակություն ունի Երևան քաղաքի համար, ինքը օդանավակայանի քաղաքին կապող միակ ճանապարհն է եւ դեպի Պրոշան գնացող ճանապարհն ենք մենք նորոգման աշխատանքներ իրականացել։ Ընդհանուր արժեքով շուրջ 1 միլիարդ դրամի աշխատանքներ են իրականացվել, իսկ Կորեայի ձորով անցնող ճանապարհի այն հատվածը, որը մայրաքաղաքի ենթակայության է, երթևեկելի է, բայց անհրաժեշտության դեպքում ընթացիկ վերանորոգման աշխատանքներ կկատարեն, նշում է քաղաքապետը։ Նախարարը հավելում, քննարկվում է առաջիկայում ինչպես այդ, այնպես էլ այլ ճանապարհների նորոգման հարցը։ Վարդուհի Արզումանյան, Սեյրան Անտոնյան, լուրեր։